Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ էքսկլյուզիվ մոգական անկրկնելի աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում եւ հիշեցնեմ, որ այժմ սիրելի բարեկամներ, այժմ ասելով ես նկատի ունեմ 2026 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 12-ը լուսինը մեզ մոտ լինելու է մարող, իսկ այդ ժամանակահատվածը մարող լուսնի ժամանակահատվածը իհարկե բարենպաստ է մեր կյանքից բացասական երևույթները հեռացնելու, ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն հաղթահարելու համար։ Այսինքն անցանկալին մութը, սևը, բացասականը մեր կյանքից հեռացնելու համար։ Եվ այժմ առաջարկում եմ ձեզ շատ պարզ, բայց միևնույն ժամանակ բավականին արդյունավետ մաքրում ձեր տան բացասական էներգետիկայի մաքրում, այսինքն գիտեք, որ ժամանակի ընթացքում մեր տանը, որտեղ մենք ապրում ենք, այսինքն անցկացնում ենք մեր կենցաղը, օրվա ընթացքում ընդունում եք տարբեր մարդկանց, տարբեր շփումներ ենք ունենում, անգամ հեռախոսի միջոցով, այսինքն տարբեր էներգետիկաներ ներխուժում են մեր կյանք եւ բնականաբար կարող են այդ մարդիկ նաեւ բացասական ազդեցություն թողնել մեր կենսական տարածքի վրա, այսինքն նրանք կարող են աչքով տալ, նավսել, անգամ երբեմն նախանձությունը կարող է իբրև թուղթուգիր ազդել, անգամ հնարավոր է թուղթուգիր անողներ լինեն, որ գալիս են մեր տուն, այդպես ձևանում են, որ բարի կամեցող մարդիկ են, բայց իրականում նրանք ցանկանում են մեզանից գողանալ մեր ղսմաթը, մեր հաջողությունը, բարաքաթը եւ այլն եւ այլն, այսինքն իհարկե մարդիկ լինում են տարբեր եւ մենք օրվա ընթացքում իհարկե համագործակցելով այդ մարդկանց հետ, շփվելով այդ մարդկանց հետ, երբեմն նաեւ ընդունելով մեր տանը հավաքում ենք նրանց բացասական լիցքերը եւ էներգետիկան մեր մեջ եւ այնուհետեւ նաեւ փոխանցում մեր տանը։ Այսինքն բնականաբար ոնց է լինի ամսվա ընթացքում դուք այդ բացասական էներգետիկան հավաքելու եք եւ կուտակեք եւ անհրաժեշտությունը իհարկե առաջանում պարբերաբար մաքրել ձեր կենսական տարածքը, որպեսզի խուսափել հիվանդություններից, անազան գործնական խնդիրներից, ֆինանսական խնդիրներից եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե սա վերաբերվում է այս մաքրումը դուք կարող եք անել ոչ միայն տանը, այլ նաև աշխատավայրում։ Ես ինչի նկատի ունեմ ասելով աշխատավայրը, ենթադրենք դուք ունեք խանութ, այսինքն դուք եք սեփականատեր այդ բիզնեսի եւ խանութը ձերն է։ Կամ ինչ որ գրասենյակ, օֆիս ունեք, այսինքն դուք եք ղեկավարը, տնօրենը եւ բնականաբար այնտեղ նույնպես տարբեր տեսակի զանազան մարդիկ են մտնում, համագործակցում եք դուք տարբեր տեսակի էներգետիկաների հետ եւ պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում նաեւ մաքրել այդ տարածքը, այսինքն ոչ միայն կենսական տարածքն է, մեր բնակարանն է պետք է մաքրել, այլ նաեւ մեր աշխատավայրն է պետք մաքրել, այնպես չէ որ միայն տանն են կուտակվում այդ բացասական լիցքերը, նաև կարող են լինել զանազան նախանձող մարդիկ, ենթադրենք կողքի խանութում առևտուր չկա, դուք ակտիվ եռուզեռ եք տիրում, ակտիվ առևտուր եք անում եւ ահա այդ խանութի տերը որոշում է տանել ձեր հաջողությունը, այսինքն ռուսերեն ասած կրադնիկ գողանում է ձեր հաջողությունը եւ այլևս դուք եք նստում ծալած ձեռքերով եւ որևիցե հաճախորդ չունեք, իսկ այդ կողքի խանութում նույն եռուզեռն ինչ որ ձեր մոտ էր։ Սա շատ տարածված միջալոց երևույթ է, ու հաճախակի է հանդիպում եւ եթե դուք բախվել եք այդպիսի իրավիճակի հետ, իհարկե կարող եք կատարել այս արարողակարգը։ Մաքրում է որոշ թեթև թուղթուգրեր, այս չիստկան, աչքը, նավսը դե բնականաբար շատ արագ հեռացնում են ու ցանկացած բացասական ազդեցություն նա կարող է մաքրել։ Կատարում եք բացառապես մարող լուսնի օրերին եւ ցանկալի առաջին 7-ից 10 օրերի ընթացքում մարող լուսնի այդ օրերին կատարել։
Կարող եք կատարել ամեն ամիս մարող լուսնի ժամանակ, ցանկալի է ֆիքսեք այդ օրը, երբ որ դուք կատարել եք եւ հենց այդ օրը հաջորդ ամիս կատարեք։ Իհարկե, եթե լուսինը մարող լինի այդ օրը։ Ու որպես իմանաք երբ է լուսինը աճող, երբ է մարող, ես առաջարկում եմ հետևել իմ կայքին եւ Facebook-յան էջին։ Կայքը արդեն գործում է, այնտեղ արկա է լուսնային օրացույց, որտեղ նշված են լուսնի բոլոր փուլերը, նորալուսինը, աճող լուսինը, լիալուսինը, մարող լուսինը, նաև կան օրերի դրական, բացական եւ դրական ժամերի մասին տեղեկատվություն, շատ հետաքրքիր օրացույց է, այնպես որ անպայման այցելեք, կայքի հղումը այս վիդեոյի տակ նկարագրության մեջ է, սիրելի բարեկամներ, եւ այսպես ինչ է անհրաժեշտ այս պարս մաքրող արարողության համար։ Անհրաժեշտ է 2 մեղրամոմ։ Սիրելի բարեկամներ, ցանկալի է վերցնել մի փոքր երկար մեղրամոմեր եւ թուղթ, որի վրա դուք կաթացնելու եք այդ մեղրամոմը, պահելու եք եւ կաթացնեք։ Մեղրամոմերը միացնում եք միմյանց, կանգնում եք ձեր դռան շեմին, այսինքն դեմքով դեպի ձեր դուռն եք կանգնում։ Ես նաև ասեմ, որ շատ հաճախ եք տալիս այդ հարցը, արդյոք կարելի է կատարել այս մաքրող արարողակարգերը, եթե բնակվում եք վարձով բնակարանում։ Իհարկե կարելի է, սիրելի բարեկամներ, եթե դուք տան համար եք կատարում, հա, ձեր տան համար կամ վարձով եք ապրում, այդ տանը, որտեղ ապրում եք, ցանկանում եք կատարել, դա իհարկե պարտադիր չէ, որ տան սեփականատերը պարտադիր անի այդ արարողակարգը։ Կարող է ցանկացած ընտանիքի անդամ դա կատարել։ Իսկ եթե դուք բիզնեսի համար եք անում, այսինքն խանութի համար, գրասենյակի համար, ապա պարտադիր դա պետք է կատարի սեփականատերը, աշխատողը, այսինքն վաճառողուհին եւ այլն, չեն կարող կատարել, կամ գործավարուհին, նրանք չեն կարող կատարել։ Եվ այդ պահին, երբ որ դուք կատարում եք, եթե կատարում եք գրասենյակի համար, օֆիսի համար, խանութի համար, տվյալ տարածքում մարդ չպետք է գտնվի։ Եթե տան համար եք կատարում, կարող են գտնվել տանը մարդիկ։ Ինձ թվում է, ես ամեն ինչ բացատրեցի, սիրելի բարեկամներ, շատ մանրամասն, միշտ խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ դիտել վիդեոն եւ նոր սկսել կատարել արարողակարգերը, որպեսզի բաց չթողնեք կարևոր նրբություններ։ Սիրելիներս, մոմերը կանգնում եք մուտքի դռան դիմաց, մոմերը միացնում եք, եթե մոմերը ճաք են, դա որևիցե խնդիր չի լինի։ Այսպես միացնում եք, վառում եք մոմերը անպայման լուցկիով, չեն ուզում վառվեն, ինչպես միշտ, ահա, վառում եք լուցկիով եւ մեկ անգամ կարդում այն հմախոսությունը, որը գրված կլինի այս վիդեոյի տակ, նկարագրության մեջ շատ պարզ հմախոսություն է, 5 բառից բաղկացած, որևիցե այնտեղ անուն, փակագծեր չկան։ Ահա, կարդացիք, սիրելի բարեկամներ, եւ սկսում եք շրջել ձեր բնակարանով ժամսլակի ուղղությամբ եւ կաթացնել մոմը, հա, թղթին կաթացնում եք, այսպես մշտապես կաթացնում եք, երբ մոտենաք որևիցե անկյան, այնտեղ նույնպես մեկ անգամ կարդում եք այդ հմախոսությունը եւ այդպես շրջում եք տնով, անպայման շրջելու ընթացքում բոլոր սենյակներով եք շրջում, այդ թվում նաև բաղնիկ զուգարանը եւ այսպես կաթացնում եք թղթի վրա մոմը։ Եթե հանգարց մեծ է ձեր տունը եւ շրջելու ընթացքում, սենյակներով շրջելու ընթացքում արդեն այրվում վերջանում է, այս մոմերը այրվում վերջանում են, կարող եք եւս 2 մոմ վերցնել, նույնությամբ ոլորում եք միմյանց, վառում եք լուցկիով եւ կարդում եք այդ հմախոսությունը մեկ անգամ։
Եվ երբ ամբողջ տնով շրջում վերջացնում եք ժամսլաքի ուղությամբ, վերադառնում եք շեմի մոտ, մոմը դնում այսպես հալած այս կաթիլների վրա ամրացնում, թղթի վրա, այսպես ամրացնում եք սիրելի բարեկամներ եւ թողնում եք, որպեսզի այն այս մոմերը ամբողջությամբ հանգեն, հա, վառվեն եւ հանգեն։ Եթե հանկարծ տեսնեք, որ թուղթը վառվում է, արդեն կարող եք փչելով անջատել։ Այնուհետև, սիրելի բարեկամներ, տեսակ, որ արդեն մոմը հանգչեց, մոմերը ամբողջությամբ վառվեցին, հանգչեցին, վերջացան, տվյալ թուղթը ամբողջությամբ ծալում եք, այսպես կլոլում եք, լավ կլոլում եք եւ դուրս եք գալիս տանից մի վայր, որտեղ մարդիկ քիչ են լինում, դատարկ մի տեղ եւ այրում թուղթը ամբողջությամբ պետք է այրել մոմի մնացորդների հետ միասին։ Տուն վերադառնալուց հետո ցանկալի է լողանալ, սիրելի բարեկամներ, որ այդ բացասական էներգետիկայի մնացորդները ձեր վրայից մաքրվեն։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, անպայման կատարեք այս պարզ մաքրումը մարող լուսնի օրերին եւ ազատագրեք ձեր բնակարանը, ձեր գրասենյակը կամ խանութը զանազան բացասական ազդեցություններից։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, անպայման բաժանորդագրվեք Աստրոմագիա եւ թալիսմաններ իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաեւ աստղաբանական ալիքին, աստղային խորհրդատու Աննե Հախվերցյանի հետ իմ աստղաբանական հզոր ալիքին, հետևեք ինձ նաեւ Facebook-ում, YouTube-ում, YouTube-յան երկու ալիքներում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, կհանդիպենք, ցտեսություն։